Ողջույն, ձեզ հետ Մալեցի պոդքասթն է։ Մեր պոդքասթը կոչվում է Արտաքինը ներսից, քանի որ կարևոր փոփոխությունները միշտ սկսվում են ներսից։ Մեր հյուրը Մալեցի կլինիկայի բժիշկ էնդոկրինոլոգ Լաուրա Հակոբյանն է։ Ողջույն Լաուրա, ինչպե՞ս ես։ Ողջույն Աննա, լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, ուրախ եմ քեզ տեսնել այսօր։ Ես էլ եմ ուրախ, որ առիթ ունենք այսօր զրուցելու։ Այո, այսօր բացահայտելու ենք էնդոկրինոլոգիան, այսինքն մարդու հորմոնները, նյութափոխանակությունը ինձ համար շատ կարևոր մի ճյուղ բժշկության մեջ ու շատ խորհրդավոր ու բարդ։ Կուզեի քննարկեինք ինչի համար են հաճախ հիմա դիմում պացիենտները, նախկինում գիտենք, որ ժողովրդի մեջ ասած շաքարի բժիշկ է, էնդոկրինոլոգներին ասում են, շատ են դիմում հենց շաքարային դիաբետի համար, շատ դիմում են չբերության, ցիկլի խախտումների համար, իսկ հիմա ինչ տրենդ կա էնդոկրինոլոգիայի մեջ։ Հիմա քանի որ իրազեկվածությունը ավելի բարձրացել է, շարունակաբար էլի դիմում են նույն խնդիրների համար, շաքարային դիաբետի, նորից շարունակում ենք մնալ շաքարի բժիշկ որպես, բայց ինֆորմացիոն հեղեղը մարդկանց ստիպում է նաև դիմել այլ խնդիրների դեպքում, հատկապես քաշի ավելցուկի, նորից հորմոնալ խանգարումների, դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում, տարբեր խնդիրներով։ Այսինքն արդեն քաշի ավելցուկ գաղափարը, ավելորդ քաշ գաղափարը ստիպում է մարդկանց ինչ-որ ձևով մտածել, որ դա կարող է կապված լինել ներքին էնդոկրին խնդիրների հետ։ Այո, արդեն մարդիկ ավելի վաղ փուլում են հասկանում, որ հնարավոր է անվերահսկելի քաշի ավելացումը կապված լինի հենց էնդոկրին խնդիրների հետ։ Հասկացա։ Իսկ ի՞նչ է հենց ավելորդ քաշը։ Ինչ սահմանում կարող ենք դրան տալ, որովհետև մենք այս պահին դիտարկում ենք ավելորդ քաշը ոչ թե էսթետիկ տեսակետից, որ կարող է մարդ իր նորմայի մեջ լինի, բայց ցանկանա 1-2 կիլոգրամ կամ ավելացնի, պակասացնի եւ այլն էսթետիկ նկատառումներով, բայց ինչ է հենց այն ավելորդ քաշը, ինչպես ձևակերպենք, որը որ վնասում է օրինակ առողջությանը։ Ավելորդ քաշը դարի մեծագույն մարտահրավերներից է եւ արդեն առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվել է դրա հստակ ձևակերպումը եւ դա որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսի միջոցով, այսինքն մարմնի զանգվածը կիլոգրամներով արտահայտված հարաբերում ենք մարմնի հասակի քառակուսուն արտահայտված մետրերով եւ ստացված թվով որոշում ենք արդյոք ունենք ավելորդ քաշ կամ եթե ավելի բարձր է ցուցանիշը կա արդյոք ճարպակալում եւ ճարպակալման 3 աստիճաններից որն է։ Այո, հստակ դասակարգում կա այս ճիշտ է, որ եթե մարդը գտնվում է իր նորմայի մեջ եւ էսթետիկ նկատառումներով ցանկանում է ինչ-որ չափով քաշ գցել կամ հավաքել գուցե, շատ դժվար է դա տրվում իրան։ Սովորաբար քաշ հավաքել ավելի դժվար է իրականում, քանի որ դրա հիմքում ընկած է հստակ կալորիաների ավելցուկի ստեղծումը, հատուկ սննդակարգը։ Այո, եթե նորմոսթենիկ վերցնենք, այսինքն նորմոսթենիկ կառուցվածքով անձնավորություն, փոփոխություններ անելը ավելի դժվար է։ Լաուրա, արդեն օրինակ կա ավելորդ քաշ, հա, ինչից սկսի մարդը։ Սկսի էնդոկրինոլոգի այցելությունից, եթե որոշել է պայքարի դրա դեմ, հոգեբանի, գուցե մարզասրահից սկսի ուղղակի ինքնուրույն, հա, ինչ որ սննդակարգ փորձի կարգավորել եւ այլն, եւ որ տարիքից է ավելի շատ, որ սկսում է ավելորդ քաշը, որ տարիքից է, որ կարող են դիմել նաեւ քեզ այդ հարցով։ Ամեն ինչ սկսում է այն փաստից, երբ մարդ գիտակցում է, որ իր մարմինը այլևս իրեն չի գոհացնում եւ ֆիզիկական տվյալներով եւ մարզվածության վիճակով, այսինքն արտաքին տեսքով նաեւ, ինչու՞ չէ կարելի է սկսել կենսակերպը փոխելուց, ինքնուրույն նույնիսկ, եթե գիտակցում է տվյալ անհատը, թե ինչն է սխալ իր կենսակերպում, կարելի է սկսել առողջ, բալանսավորված սննդակարգի հաստատումից, ֆիզիկական բարձր ակտիվություն սահմանել, դրանց արդյունավետության բացակայության դեպքում արդեն կարելի է դիմել էնդոկրինոլոգի, դիետոլոգի, բացառելու համար, որ այս ամենի ներսում հիմքում թաքնված է էնդոկրին խնդիրը։ Ինչու՞ չէ նաև հոգեբանի։ Իսկ հետաքրքիր է ավելորդ քաշը ինքն իրանով բերում է հենց հորմոնալ խախտումների, թե հակառակը ավելի հաճախ ցիկլ է լինում, այսինքն մարդը ունի հորմոնալ խախտում, դրա համար ունի ավելորդ քաշ, որն է ծայրը, որն է սկիզբը եւ որն է վերջը։ Հարցը շատ հաճախ է հնչում ու հիմնականում նման է ձուն է հավից, թե հավը ձվից, այսինքն իրենք համատեղ են քայլում։
Դժվար է պատասխանել այդ հարցին, արդյոք հորմոնալ խնդիրն է բերել հավելյալ քաշի, թե հավելյալ քաշի արդյունքում ենք ունեցել հորմոնալ խնդիրներ։ Երկու դեպքն էլ հնարավոր է։ Շատ էնդոկրին հիվանդություններ բերում են հավելյալ քաշի, ճարպակալման, նույնիսկ բալանսավորված սննդակարգի, նույնիսկ ֆիզիկական ակտիվության դեպքում, օրինակ վահանաձև գեղձի խնդիրները, թերֆունկցիան, կորտիզոլի բարձր քանակը, շատ տարածված ստրեսով լի կենսակերպով պայմանավորված, պրոլակտինի բարձր մակարդակը, դրանք բոլորը այո կարող են բերել ճարպակալման ու ավերծուկային քաշի։ Այդ պրոլակտինի վերաբերյալ օրինակ շատ ցած սիտուացիաներ ա լինում, երբ որ հղիության դժվարացում կա ընտանիքի պլանավորման մեջ ու պացիենտներին հաճախ ասում են այ պետքա քաշ գցես, որ օրինակ պրոլակտինը իջնի կամ տեստոստերոնը իջնի, հա, կարգավորվի եւ հակառակը արդյոք չկա այս բանը, որ պրոլակտինը բարձր է, դրա համար դժվարանում է պացիենտը քաշ գցել։ Շատ հաճախ, այո, շատ հաճախ, երբ ունենք երեխայի պլանավորման հապաղում, առաջին սկրինինգային հետազոտություններից է հենց պրոլակտինի բարձր մակարդակի բացառումը եւ հաճախ ենք ունենում այնպիսի դեպքեր, երբ պացիենտը երկար ժամանակ փորձում է բալիկ ունենալ կամ փորձում է քաշ գցել, ապա նոր պլանավորել իր հղիությունը եւ չի ստացվում, արդյունքում ունենում ենք բարձր պրոլակտին։ Իսկ կան ինչ-որ կենցաղային սովորույթներ, որ օրինակ, չգիտեմ, առավոտը սառը ջուրը խմեք, ամեն օր լիմոնով եւ այլն, դա իհարկե կատակա, բայց ընդհանուր ինչ-որ սովորույթներ, որպիսի թե կանայք, թե տղամարդիկ իրանց հորմոնալ բալանսը պահեն, օրինակ մարզվելը գուցե։ Այո, մարզվելը հստակ օգնում է պահել ներքին հավասարակշռությունը ամեն իմաստով, եւ հորմոնալ, եւ ներաշխարհի հետ կապված, այսինքն դիմակայել ստրեսներին, ավելի ճիշտ կենսակերպ վարել, սպորտային ֆիզիկական ակտիվությունը եւ սնման ռեժիմը շատ կարեւոր է, քնի ռեժիմը, որին չգիտես ինչու մեծ ուշադրություն չի դարձվում, հատկապես երիտասարդ տարիքում, երբ դեռ ռեսուրսները հերիքում են արթուն մնալու, դա եւս ժամանակի հետ կարող է բերել քաշի ավելացման, հորմոնալ շեղումների։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Իսկ որոնք են ամենատարածված, օրինակ top 3 խնդիրները, որոնք որ հա, որոնք որ արտահայտվում են հենց ավելորդ քաշի, տենց առանց կոնտրոլի, առանց վերահսկողության աճի վրա։ Ինսուլինառեզիստենտականությունը, երբ երկարատև դիետաները չեն տալիս իրենց արդյունքները, top 3-ում ըստիս նաև վահանաձև գեղձի խնդիրն է, թերֆունկցիան, երբ դիտվում է նյութափոխանակության դանդաղում, եւ վարքագծային հոգեբանական ֆակտորներով պայմանավորված բուլեմիան, կարծում եմ շատակերությունը կարող է սրան բերել։ Հիմա տրենդ կա տարբեր պրեպարատներ օգտագործելու, հա, իհարկե որպես բժիշկ հասկանում եմ, որ բոլոր պրեպարատները կարող են լինել փրկություն եւ կարող են լինել սխալ, եթե սխալ է նշանակվում, սխալ սիտուացիայում է օգտագործում, սխալ պացիենտի է նշանակվում, հա, ինչ կասես օրինակ վաղուց արդեն տարածված L-կարնիտինի մասին, որ մարդիկ օգտագործում են որպես ճարպը այրող միջոց եւ արդյոք դա օգնում է եւ երբ է օգնում եւ երբ կարելի է օգտագործել։ Հավելյալ քաշի դեպքում սա կարելի է օգտագործել որպես օգնող թերապիա ավելի շատ։ Ես կարծում եմ, որ սա պարզապես օգնում է նյութափոխանակության ինտենսիվացմանը, բայց մոնոթերապիայով հասնել լուրջ արդյունքների L-կարնիտինի միջոցով չեմ կարծում, որ հստակ կհաջողվի։ Այսինքն մշտապես պետք է փնտրել հիմքը, ինչի արդյունքում մենք ունենք հավելյալ քաշը։ Իսկ ճիշտ է, որ դա կարելի է ընդունել իմաստունի միայն եթե մարզվում ես։ Ոչ, ունենք նաև ոչ բարձր մարզական ակտիվություն ունեցող պացիենտներ, որոնց եւս ցուցված է։ Դա արդեն էնդոկրինոլոգն է որոշում, կարծում եմ։ Եվ խոսենք այս վերջերս ամենաակտուալ թեմաներից մեկի մասին, Օզեմպիկի մասին։ Ինչ է Օզեմպիկը, տեսնում ենք բազմապիսի եւ անեծքներ դեպի Օզեմպիկը ուղղված եւ գովասանք եւ այլն, հա, ինչ է Օզեմպիկը առհասարակ, երբ են այն հորինել, ինչի են հորինել եւ ինչի համար է ինքը նախատեսված։
Ամեն ինչ սկսվեց այն մետաանալիզներից, երբ օրինակ բարձվեց, որ աշխարհում շուրջ 1 միլիարդ մարդ ունի հավելյալ քաշ ճարպակալում։ Ու այս ամենը ստիպեց դեղաբանական ընկերություններին ստեղծել տարբեր պրեպարատներ, գտնել միջոցներ մարդկանց օգնելու համար։ Դրանցից մեկը հենց սեմագլուտիդը, նույն ինքը Օզեմպիկն էր, որը ստեղծվեց տիպ 2 շաքարային դիաբետի բուժման նպատակով։ Բայց երբ կլինիկայում այս պրեպարատը կիրառեցին, հասկացան, որ ունենում ենք այդ պացիենտների մոտ քաշի պրոգրեսիվ իջեցում, անընդհատ իջեցում, եւ դա 17 թվականներ, 2017 թվականից սկսած այն կիրառվում է Ամերիկայում, հետո 18 թվականից նաև տարածվեց Եվրոպայում ու ստեղծվեց հատուկ պրեպարատ այլապրանքային անունով, նույն բաղադրությամբ ինչ Օզեմպիկն է, որը հստակ մտավուղեցույցներ որպես ճարպակալման բուժման պրեպարատ։ Սա իր մեծ տարածումը գտավ հոլիվուդյան աստղերի պրոպագանդայի շնորհիվ, երբ մարդիկ հստակ բարձրաձայնեցին, թե որ պրեպարատով են նիհարել։ Կախարդական փայտիկ այն համարելը սխալ կլինի, քանի որ ինչպես ցանկացած պրեպարատ, սա եւս ունի իր հակացուցումները, կողմնակի ազդեցությունները, հստակ ցուցումները եւ ինքնուրույն որոշել եւ ստանալ Օզեմպիկ միանշանակ սխալ է։ Ճիշտ եմ հասկանում, որ եթե օրինակ ավելորդ քաշը պայմանավորված չի ինսուլին ռեզիստենտականությամբ կամ առհասարակ շաքարի փոխանակության խանգարմամբ, Օզեմպիկը չի կարող երկարատև եւ ճիշտ արդյունք տալ։ Օրինակ սննդային վարքի խանգարման պատճառով կամ շատ հիպոդինամիկա մարդը, հա, ու ինքը փորձում է Օզեմպիկով իջացնի քաշը։ Միանշանակ, եթե կա քո նշած խնդիրները, այսինքն արտահայտված շարժողականության խանգարում, հիպոդինամիա, եթե կա գլյուկոզայի խանգարման մետաբոլիկ խանգարումներ, այս դեպքում միայն Օզեմպիկով շտկել հնարավոր չէ։ Այսինքն ակնկալել, որ կունենաս նստակյաց կյանք, կսնվես սխալ եւ կներարկես Օզեմպիկ ու կհասնես երազանքի մարմնի, միանշանակ սխալ է։ Միշտ պետք է զուգակցել, Օզեմպիկը ունի նշանակման հստակ ցուցումներ, պետք է լինի մարմնի զանգվածի ինդեքսը 30 եւ բարձր կամ 27-ից մինչեւ 30, բայց զուգակցված այլ էնդոկրին հիվանդություններով, օրինակ մետաբոլիկ համախտանիշ, ձվարանների պոլիկիստոզ, ինսուլինառեզիստենտականություն, շաքարային դիաբետ, շատ տարածված է։ Այս ցուցումների արկայության դեպքում է միայն ցուցված Օզեմպիկի կիրառումը։ Պարզապես էսթետիկ խնդիր լուծելու համար մի քանի կիլոգրամ նվազեցնելու նպատակով Օզեմպիկը ցուցված չէ։ Ինչ վտանգներ եւ ինչ դրական կողմեր ունի Օզեմպիկը, չէ՞ որ եթե այս դեղամիջոցը կա, ակտուալ է եւ օգտագործվում է, իրան ի սկզբանե դրական միտումով են արտադրել, կարծում եմ, եւ որն է այն պլյուսերը, որ տվել է մեզ Օզեմպիկի ունենալը, հա, որոնք մենք չունեինք մինչեւ իրա լինելը, ու որոնք են բացասական կողմերը ու վտանգները։ Ամենադրական հատկանիշը դա արագ արդյունքի հասնելն է, պլյուս արդյունքը լինում է շատ նկատելի, այսինքն այս ամենը ոգևորում է պացիենտներին, մեկը մյուսին հորդորում են կիրառել, հատկապես այն դեպքում, երբ երկարատև տանջալից դիետա են պահել կամ փորձել են տարբեր պրեպարատներով շտկել իրենց քաշը ու չեն հասել ցանկալի արդյունքի։ Սա կարծում եմ մեծ նվաճում է իրականում բժշկության մեջ, հավելյալ քաշի ճարպակալումով պացիենտներին վարելու առումով, առհասարակ հասնելու եւ կանխելու ճարպակալման հետևանքով զարգացող տարբեր խնդիրներ։ Սիրտանոթային հիվանդություններ, քաղցկեղի որոշ տեսակներ, այս ամենը իրոք հստակ կերպով բարձրացնում են Օզեմպիկի դերը մեր կյանքում։ Իսկ բացասական կողմերից ըստիս ամենաբացասական գործոնը դա սեփական հաջողված փորձի տարածումն է այլ մարդկանց հանդեպ, այսինքն դիմացինին խրախուսել, որ ինքնուրույն վերցնի, ինչպես շատ հաճախ տեսնում ենք, արդեն իսկ ներարկված պացիենտները հաճախում են մեզ ու տեղեկացնում, որ արդեն օրինակ 10 շաբաթ կատարում եմ Օզեմպիկ։ Առանց բժշկի ցուցման, առանց որ անալիզներ շատ վատն են գալիս։ Բայց իրականում ունեինք հստակ հակացուցումներ, արդեն զարգացող բարդություն, սա ամենամեծ խնդիրն է։ Իսկ եթե նախապես այդ ամեն ինչը քննարկվեր, բուժվեին, կարծում եմ թույլ օղակները եւ հստակ դոզավորման պարագայում չզարգանար կամ ի սկզբանե ուղղակի այլ բուժման տակտիկա առաջարկվեր տվյալ պացիենտին ու չենք ունենա զարգացող բարդությունները։
հետո իմ մասով էլ կուզամ ասեմ, կոսմետոլոգիայի, հա, էսթետիկ բժշկության մասով կուզամ ասեմ, որ տարածված ոչ թե բարդություն, այլ կողմնակի էֆեկտ է, հա, այդ Ozempic face գաղափարը, երբ որ մարդը շատ արագ ձեռքաբերում, նաև ստամոքսի, հա, վիրահատության արդյունքում վիրահատված պացիենտներն էլ քաշիչացրած պացիենտներն էլ ունենում են այդ հյուծված, մաշկը կախված, հա, նիհարած, sense հիվանդագին նիհարած տեսքը, որը բավական դժվար է հետո հետ բերել, որ ստանանք այդ փափլիկ երիտասարդ ձիգ մաշկը, այսինքն մարդը լինի եւ նիհար եւ գեղեցիկ առողջ տեսքով մաշկով։ Իմ կողմից կուզեմ հավելեմ, որ եթե ձեզ ցուցված է, դուք այս պահին քաշ եք կորցնում թե վիրահատության, թե Ozempic-ի միջոցով, հա, արդեն էսթետիկ պահերը պետք է շտկել ընթացքում, ոչ թե թողնել հասնի արդեն իր ամենավերջին կետին եւ արդեն կախվածությունը հասնի մաքսիմալի, նոր սկսել աշխատել, որովհետեւ երբ որ մենք ընթացքում օգնում ենք մաշկին, սնուցում ենք, այն այդ աշճանի չի հասնում, որ մենք հետո շատ ծանր թերապիաներ անենք վերականգնելու համար, այդ հարցը շատ են տալիս, դրա համար ուզեցի խոսեմ սրա մասին, որ ընթացքում անենք, թե թողնենք լրիվ կախվի, հետո անենք, իհարկե ընթացքում դա նման է ցանկացած ինչ որ երկարատև պրոյեկտի, հա, կրթության նման է, ինչ որ սպորտի նման է, parza որ թողնես դառնաս լրիվ մկանները ատրոֆիայի ենթարկվի, հետո շատ դժվար է սկսել կամ չսովորես ամեն օր քո դասերը, հետո շատ դժվար է քննություն տալ։ Դրա համար կուզեմ հորդորել, որ ընթացքում արդեն զբաղվեք մաշկի ձգության, էլաստիկության պահպանմամբ, ամենակարևորը եւ ինչու ոչ վերականգնմամբ։ Այս թերապիաների վերաբերյալ մի հատ ինսուլինի մասով կուզենք խոսանք, որովհետև Ozempic-ը եթե նոր է, ինսուլինը արդեն շատ տարիներ է կիրառվում, այո, ունի ու այս մասը կուզեմ քննարկեմ, արդեն պատասխանը մոտավոր գիտեմ, որ շատ պացիենտներ ասում են ինսուլինը ասել ինձ բժիշկը անել, բայց ես չեմ ուզում կախվածության մեջ ընկնեմ ինսուլինից, արդյոք կա տենց գաղափար, արդյոք պացիենտը օգուտ է տալիս իրան, որ հետաձգում է ինսուլինի ներարկումները եւ քո կարծիքը։ Եթե խոսքը տիպ 1 շաքարային դիաբետի դեպքում է, այս դեպքում կներես, դա սա ինսուլին կախյալն է, ավելի այն մարդիկ են, ովքեր իծն է գենետիկորեն, չէ, ճիշտ եմ ավելի հասկանում։ երիտասարդ տարիքում է հանդիպում, հստակ գենետիկ հակվածությամբ, գենետիկ մուտացիաներով ու միակ բուժումը դա ինսուլինն է։ Ես հասկանում եմ, որ հարցը ներառում է այն շրջանակը, երբ ունենք տիպ 2 շաքարային դիաբետ, ավելի հասուն եւ ավելի տարեց մարդիկ, ովքեր հստակ իրոք մեր երկրում հրաժարվում են ինսուլինից, դա ինձ համար եւս մեծ խնդիր է, քանի որ պարբերաբար բացատրում եմ պացիենտներին, հորդորում եմ, որ եթե կա հստակ ցուցում, այսինքն եթե Բերանացի ընդունվող պրեպարատները այլևս չեն տալիս իրենց արդյունքը, ինսուլինը եզակի մաքուր պրեպարատ է, որը չունի կողմնակի ազդեցություններ, որը առկա է արդեն իսկ մեր օրգանիզմում եւ չի վնասում օրգան համակարգերը, այո, ինչու ոչ կարելի է անցնել ինսուլինային բուժման։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Իսկ եթե հետաձգում է մարդը անդադ, հետաձգում է օրինակ իր մոտ ցուցանիշները 8 են, 10 են, հետո դառնում են 11, ասենց կամած բարձրանում են, կոմայի չի հասնում, բայց բարձրանում են ամեն դեպքում, ու ինքը անդադ հետաձգում է, դա կարող է բերել ինչ-որ հետևանքների։ Դիաբետի ստանդարտ բարդությունների միանշանակ, քանի որ եթե կա ցուցում, բայց չենք կատարում ինսուլինոթերապիա, այս դեպքում ունենք գլյուկոզայի կոնտրոլ չեղած վիճակ, ունենք բարձր գլիկեմիկ պրոֆիլ, հետևաբար զարգանում է եւ տեսողության, գնդուկ մինչեւ կուրություն, կարող է զարգանալ երիկամների վնասում, անոթների, սիրտ-անոթային համակարգի ամբողջությամբ։ Դիաբետին բնորոշ բոլոր բարդությունները այս ամենի հետևանքով կարող են զարգանալ։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ եթե մարդը չի կարող իր առօրյան կազմակերպի այնպես, որ մաքսիմալ կոնտրոլի տակ պահի իր գլյուկոզայի ցուցանիշները, հա, դա սպորտն է, ամեն վայրկյան չափելն է, սնունդն է, հետևելն է, ճիշտ է։ Իրականում սովորում են կոնտրոլ անել, ավելի երիտասարդ տարիքի, ավելի իրենց կենսակերպ դարձրած մարդիկ, ովքեր ապրում են դիաբետի հետ
արդեն հարմակերպվել են այդ խնդրի հետ եւ կարողանում են կոնտրոլ անել եւ իրենց սնունդը, հաշվել հացային միավորները, որոշել իրենց դոզան, այս դեպքում պարտադիր չէ ամեն սնունդ ընդունումից առաջ չափել, տեղեկացնել բժշկին։ Իսկ դա իդեալական լայֆսթայլը, ասենց ասած, կարող է փոխարինել ամեն դեպքում ինսուլինը ես հասկանում եմ, որ դա դեղ է, եթե դու ունես ցուցում, պետք է անես հետաձգելու մեջ չի հարցը, բայց ամեն դեպքում ներարկումային է դեռ, հա, ու տհաճել է այդ անընդհատ ներարկումները, դե կան երկար եւ հազվադեպ ներարկվողներ եւ այլն, բայց ամեն դեպքում ներարկում է ու արդյոք իդեալական լայֆսթայլը կարա բերի նրան, որ մարդը ինսուլին օրինակ ունենալով 10-15 տարի շաքարային դիաբետ չօգտագործի։ Ինսուլին չօգտագործի, ուզում եմ հասկանալ լրիվ կոմպենսացնի ապրելակերպով։ Միայն ապրելակերպով։ Այո, հնարավոր է այդպես, թե չես կարծում։ Ամեն ինչ կախված է նախ գեղձի վնասման աստիճանից, հետո դիաբետի վաղեմությունից։ Այս դեպքում 10-15 տարվա դիաբետիկը չեմ կարծում, որ միայն կենսակերպի փոփոխությամբ կկարողանա լիարժեք փոխհատուցել ֆունկցիան, որը պետք էր փոխհատուցել։ Նույնիսկ ընդունման, բերանացի ընդունման հաբերը կարող են հնարավորություն տալ առանց ինսուլինի ներարկման ապրել հանգիստ կոմպենսացված շաքարային դիաբետով։ Իսկ եթե ինսուլինը կախվածություն չի առաջացնում։ Այո, այդ շատ կարևոր է, դա փաստ է, սիրելիներս, եւ դա կախվածություն չի առաջացնում ոչ մի դեղորայք, որը ճիշտ ձեզ նշանակվել է եւ նշանակվել է բժշկի կողմից ինչ որ հետազոտությունների արդյունքում։ Դա բուժում է եւ դա ի սկզբանե ստեղծվել է օգնելու համար։ Ու ինչ կուզեի ասել, այս ինսուլին ռեզիստենտականության թեման ինձ թվում է արդեն մեր աուդիտորիան էլ ծանոթ է, ինչ է ինսուլին ռեզիստենտականությունը, դա պրեդիաբետ է, շաքարային դիաբետից, որ ասում է 5 րոպե է պակաս, արդյոք այս этаպում օրինակ կարա մարդը մարզվելու նպաստող սարքավորումների միջոցով, հա, եւ ապրելակերպի միջոցով կորցնի քաշ եւ կանխարգելի շաքարային դիաբետի անցումը։ Լիովին հնարավոր է կենսակերպի ռադիկալ փոփոխությամբ հասնել նրան, որ նախ հետաձգվի դիաբետի զարգացումը, ընդհանուր մինչև ամբողջ կյանքի ընթացքում դա չզարգանա։ Կանխարգելու։ Այո։ Եթե փոփոխությունները լինեն մնայուն, փոփոխվի տվյալ մարդու կենսակերպը, այլ ոչ թե ժամանակավոր դիետաներ, ժամանակավոր ֆիզիկական ակտիվություն, եթե դա մշտական բնույթ կրի, ապա լիովին հնարավոր է։ Վերադառնանք էլի բոլորին հետաքրքրող Օզեմպիկի թեմային, պացիենտը կարող է որոշել ինքը ընդունի Օզեմպիկ թե չէ ու կան արդյոք տարբեր դոզաներ, թե նույնն է բոլորի համար։ Միանշանակ ոչ, պացիենտը չի կարող ինքնուրույն որոշել, եթե իր սեփական էնդոկրինոլոգը ինքը չի։ Եթե մասնագետ չի կոմպետենտ, այս դեպքում իհարկե ոչ, քանի որ միանշանակ հետազոտությունների ցանկը շատ մեծ է մինչև պրեպարատ ստանալը, հետագայում մշտապես դոզայի, իհարկե կա հստակ ուղեցուցային։ Կներես ու շատ ներողություն, եթե իրան մեկ չի իր առողջությունը, դա էլ կապ ունի։ Թե ինչ կլինի հետո։ Այո, այսինքն տեսնում եմ միայն քաշը իջեցնելու հնարավորությունը։ Դոզաները ուղեցուցային տարբերակով նվազագույնից ենք սկսում, բայց կախված նախ գրանցվող արդյունքներից, հետո նախնական քաշից, պացիենտի առողջական վիճակից, օրգանիզմի պատասխանից մեր ներարկված պրեպարատի նկատմամբ աստիճանական բարձրացում պետք է հսկվի այս ամեն ինչը լաբորատոր անալիզներով։ Հսկվի եւ լաբորատոր, եւ քաշը, եւ շաբաթական իջնող գրամները պետք է մշտապես հսկվեն։ Որոնք են բացարձակ հակացությունները Օզեմպիկի ընդունման համար։ Բացարձակ են վահանաձև գեղձի քաղցկեղը, նեոպլազիաները էնդոկրին, անամնեզում, երբ պացիենտը նշում է, որ ունեցել է պանկրեատիտ, այսինքն ենթաստամոքսային գեղձի սուր կամ քրոնիկական բորբոքումներ։ Իսկ հղիություն կերակրում։ Այո, միանշանակ հղիությունը եւ կերակրումը։ Այդ արդեն այնքան ստանդարտ հակացուցումը չենք էլ ասում։ Գրեթե բոլոր պրեպարատների դեպքում հակացություններ են։ Նույնիսկ եթե Օզեմպիկ է ստանում պացիենտը ու պլանավորում է հղիություն, նվազագույնը 2 ամիս շուտ պետք է դադարեցնել այն։ Շնորհակալ եմ Լաուրա, շատ հետաքրքիր էր ինձ համար հաստատ եւ վստահ եմ, որ բոլորի համար։ Այսպիսով էլի հասկացանք, որ ցանկացած բան ճիշտ նշանակման, ճիշտ դոզավորման դեպքում կարող է հանդիսանալ դեղամիջոց եւ կարող է լինել վնասակար սխալի դեպքում։ Այո։